վարչապետ, դահլիճում առաջացած դրայվի շրջանակներում հարցս հետևյալն է. Դուք հիմա մեր այն երկրի վարչապետն եք, որից դուք լինելով ռուսական Գազպրոմի տնօրենների խորհրդի անդամ, ընդամենը 300 միլիոնի դիմաց տարակ մեր ռազմավարական նշանակության օբյեկտի, ցանցի, ոլորտի, այսինքն հայ-ռուս-գազարտի 20%-անոց մեր պետական սեփականությունը։ Խնդրում եմ հստակեցրեք ձեր այն ժամանակվա դիրքորոշումը, ձեր կողմից որպես վարչապետ, վարչապետի կարգավիճակով այսօր ղեկավարվող մեր երկրի այդ սեփականության, արդեն կորսված սեփականության նկատմամբ։ Եվ այս համատեքստում գազի գինը, երբ որ դուք Գազպրոմի ղեկավարության մեջ էիք, կարող էր արդեն երկար տարիներ առաջ նվազել մեր ժողովուրդը շատ ավելի մեծ գումարներ կտնտեսեր այդ վճարը չվճարելով փաստորեն, քանի որ այդ հնարավորությունը կար գազի գինը նվազեցնելու։ Ամբողջական մի հարց եմ տալիս, որ շահն ենք մենք ձեզ այդ գերադասում Հայաստանի Հանրապետության, թե որ այլ։ Ուստի, եթե ոչ ամերիկանո, ինչու ոչ արմյանո, այլ ռուսյանո։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Հարցին կպատասխանի վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նախ եւ առաջ ասեմ, երբ որ այդ գործարքը եղել է, ես հայ-ռուս գազարդում չեմ եղել, երկրորդը գործարքը համարում թույլ կտաք պատասխանեմ։ Գործարքը համարում եմ ճիշտ գործարք, որովհետև որևէ շահութաբաժին հայկական կողմը, ինչպես նաև Գազպրոմ ընկերությունը այսքան ժամանակ այս գործունեությունից չի վերցել։ Եվ վճարել մի բանի դիմաց քո ակտիվներով, ես տեղ որևէ, չգիտեմ, ոչ տրամաբանական լուծում չեմ գտնում, եթե մենք արտաքին պարտքը դրանով մաշացնում ենք։ Մեկ, երկրորդը։ Հնարավոր էր այն պահին գինը ավելի էժան լիներ, հնարավոր չէր։ Բոլոր ժամանակահատվածների համար, Հայաստանի համար գազը գինը եղել է նվազագույն հնարավորը տարածաշրջանում։ Ես կարծեմ վերջերս մեկ հարցազրույցի ժամանակ ասել եմ, որ մի պահ կար, երբ որ այս խոսակցությունը շատ ակտիվ էին, կազմակերպել աճուրդ կամ տենդեր, հայտարարել ով է ուզում Հայաստանին գազ մատակարարի, մաքսիմալ բաց թափանցիկ անել, եւ մենք վտանգ կունենայինք, որ այն ռեգիոնալ գինը, որը կձևավորվեր մեր սահմանի վրա, հուշեր Գազպրոմ ընկերությանը, որ զիջումը լիներ մինիմալ չափով, հա, պայմանական եմ ասում, ձևավորվում է $270 առաջարկներ, ասում եմ, դե ես 240-ով եմ տալի, $30 զիջում եմ։ Երբ որ այդ պահին օրինակի համար $176 գազի գինը։ Այդ իսկ պատճառով, չգիտեմ ինչքանով եք հավատում իմ խոսքին, որևէ մի պահ չի եղել, որ Հայաստանին գազի գինը մատակարարվել է տարածաշրջանում ոչ ամենաէժան գնով։ Շնորհակալ եմ։ Տիգրան Ուրիխանյան, երկրորդ խոսափող։ Շնորհակալություն։ Արգարժան պարոն վարչապետ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին։ Իմ հարցը հետևյալն էր. դուք ռուսական Գազպրոմի, ես շեշտեցի, ղեկավար կազմի ներկայացուցիչ եք եղել։ Ղեկավարել եք ռուսական Գազպրոմը, երբ որ մեր պետական ժողովրդի սեփականություն հանդիսացող հայ-ռուս գազարտից ընդամենը 300 միլիոնի դիմաց 20%-ը տարակ։ Հիմա դուք մեր պետությունն եք վարչապետի կարգավիճակով ղեկավարում։ Ձեր դիրքորոշումը այն ժամանակ Գազպրոմում ռուսական ինչպիսին է եղել։ Ճիշտ եք համարել, եթե ճիշտ եք համարել, այսինքն դուք ձեռնարկել եք միջոցներ, ճշգրտում եմ հարցս արձագանքի ձևաչափով, դուք ձեռնարկել եք միջոցներ, որպեսզի 300 միլիոնի դիմաց Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող հայ-ռուս գազարտի 20%-ը փոխանցվի ձեզ իսկ, այսինքն այն ժամանակ ռուսական Գազպրոմին։ Այո, շատ լավ։ Ես էլ խնդրում եմ դուք իմ պատասխանս ուշադիր լսեք։ Ես Գազպրոմում եղել եմ տնօրենների խորհրդի անդամ կամ ղեկավար մենեջեր 3 կազմակերպությունում։ 3 կազմակերպությունից ոչ մեկը
Հայաստանի գազի ընկերության հետ որևէ հարաբերություն չուներ։ Այդ իսկ պատճառով ես Գազպրոմի որպես ներկայացուցիչ այդ գործարքին չեմ մասնակցել։ Պատասխան համար առաջին։ Երկրորդը, գործարքը համարում եմ Հայաստանի համար տրամաբանական։ Պատասխանեցի։ Շնորհակալություն։